Հիմակիցների մասով մասնավորապես Հայկ Կոնջորյանի և որ Արեգ Կոնջորյանի, չնայած որ պարոն Կոնջորյանը քիչ առաջ նիստերի դահլիճում ներսրվեց կամ վստահվեց, որ հիմա այն օրենշնչի կնոջը կամ եղբորը, բայց կարծում եմ բարձրաստիճան պաշտոնյան, որ հավատում է լինել ազգային ժողովի փոխանակ, իրեն այդ հարցերը պետք է, բայց քանի որ ոչ մի կերպ լրագրողների հետ չի կոմունիկացնում եւ չի ուզում պատասխանել, նաեւ ստիպված եք ձեզ այդ հարցերը հղել, բացի այն, որ օրինակ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դրվագը եւ ոչ միայն նրա ծեծի ենթարկելու դրվագը, կողմից դրված խուլիգանական արարքները, օրինակ անչափահաս աղջկա ներկայությամբ հարգել, որը կամ կնոջ ներկայությամբ դուք դատապարտում եք այդ արարքները եւ բացի իրավական գնահատականից, դրանք արդյոք չպետք է ստանան նաեւ քաղաքական գնահատականներ։ Շնորհակալ եմ, Ժորժ ջան, խնդիրն այն է, որ ոչ ես, ոչ դուք, նախ երևի կհամաձայնենք, որ տեղի ունեցածը դատապարտելի բան է եւ, չգիտեմ, հայհոյանքը եւ ծեծը եւ բռնությունը, ամեն ինչ, դե մարդ չկա երևի, որ չասի դա։ Հաջորդը կհամաձայնենք, որ տեղի ունեցածը ինչ-որ քաղաքական դրսևորում չէ, ըստ էության միջանձնային ինչ-որ թեմա է։ Հաջորդը ոչ ես, ոչ դուք, չգիտենք եղելություն, ով ում ինչ է ասել, դրանից առաջ ինչ են ասել, դրանից հետո ինչ է եղել։ Դա համար ես դժվարանում եմ մեկնաբանել մի բան, նկատի եմ ընդհանուր առմամբ հեշտ է մեկնաբանում եմ, դատապարտում եմ ցանկացած հայհոյանք եւ բռնություն։ Բայց մանրամասնության մեջ դժվարանում եմ մեկնաբանել, որտեղ ես ամբողջ եղելությունը չգիտեմ։ Ինչի ամբողջ եղելությունը չգիտեմ։ Կարող եք ասել, բայց գնայիք իմանայիք։ Որովհետեւ քաղաքական իրադարձության մասին չենք խոսում մենք, միջանձնային իրադարձության մասին ենք խոսում, եւ B, որովհետեւ դա բովանդակային իմաստով։ Եվ իրավական իմաստով էլ քրեական գործ կա, թող իրավապահ մարմինները զբաղվեն, սա է։ Իսկ պարոն Կոնջորյանի մասով հայ ես համաձայն եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում, ընտանիքի անդամների հետ կապված հարցեր կարող են բարձրացվել, բայց ինչ որ սահման կա էլի ամեն դեպքում։ Պարոն Կոնջորյանը իր եղբայրը չի, ինքը այլ մարդ է, եղբայրը այլ մարդ է, եւ համաձայնեք, որ ցանկացած մեկնաբանությամբ պարոն Կոնջորյանը ինքը այս միջադեպի հետ որևէ կապ չունի, այսինքն ինքը չի մասնակցել այդ միջանձնային թեմային, ինքը կապ չի ունեցել այդ ինչ-որ ընկերության մասին, չէ՞ խոսքը ոնց որ դրա հետ եւ այսպես շահում։ Այսքանը սիրելի գործընկերներ, ցավոք ես չեմ կարող շարունակել, պետք է անցնեմ իսկ վայրում։ Շնորհակալ եմ, պետք է ասեմ, որ մեր շփումն էլ շատ բարեկիրթ անցավ, հույս ունեմ, որ այսպես էլ կշարունակվի։